Տեսեք, Երևանի տարբեր վարչական շրջաններում իրականացված անորակ փոխհատուցման աշխատանքներից բարբերաբար դժգոհություն է հայտնում նաև Երևանի քաղաքապետը։ Տեղ հսկողություն իրականացրած ընկերությունները հաճախ պատշաճ չեն կատարում վերահսկողությունը։ Ինչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ։ Արդյոք քաղաքային իշխանությունը բավարարված է փոխհատուցման աշխատանքների տեղ հսկողության որակով։ Ժողովուրդ ջան, տեսեք, ես այս մասին իմ ելույթներից մեկում ասել եմ, որ Երևան քաղաքում ամբողջական 2025 թվականի փոխհատուցումների մրցույթը հաղթել է մի ընկերություն, որը ուղիղ փոխկապակցված է նախկին իշխանությունների հետ, ավելի կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ մենք բազմիցս բողոքել ենք եւ խնդիր ենք բարձրաձայնել այս մասով եւ մենք արձանագրում ենք, որ այո կան խնդիրներ, բայց Երևանի ավականու ինստիտուտը եւ Երևանի քաղաքապետարանի տարբեր համապատասխան ստորաբաժանումներ գնում են ամեն օր եւ ամեն ժամյա ռեժիմով եւ մենք վեր ենք անելու բոլոր խնդիրները եւ Երևանի քաղաքապետարանը ինչպես բոլոր այլ հարցերում չի ընդունելու որակին չհամապատասխանող աշխատանքներ։ Խոսքը այս պահին որակին չհամապատասխանող աշխատանք մենք չենք ընդունել։ Նիկոլ Լուսավորչի եկեղեցու հարևանությամբ չեք տեսել, որ Դուք այգու մասին եք ասում, ոչ թե փոխհատուցման։ Այո, բայց Չէ, դուք նոր փոխհատուցման մասին եք հարցնում։ Այնպես չի, որ անորակ աշխատանքներ չեք։ Տեսեք, կան Երևան քաղաքում մի քանի դեպքեր, որոնք որ անորակ աշխատանքներ է եւ ընդունվել է տարբեր պաշտոնյաների կառավարման ժամանակաշրջանում եւ այդ դեպքերով կան հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթներ, բայց նորից եմ կրկնում, որ դուք խոսում եք փոխհատուցումներից, ոչ թե այգիներից։ Ես ասում եմ, որ մենք ցանկացած վատ որակի աշխատանք, որը չի համապատասխանում ստանդարտներին, մենք չենք ընդունում։ Ինչ փոփոխություններ օրենսդրական կարող եք նախաձեռնել, որ այդ խնդիրը չառաջանա, այսինքն գումարները բարձրացնել, որտեղ մրցույթներում հայտարարվում է շատ ցածր առաջարկ։ Մենք գնման ընթացակարգում, գնման մասին օրենքում, գնումների մասին օրենքում մենք ունենք բազմաթիվ բացեր, որը Երևանի ավականու տիրույթից դուրս է, գտնվում է ազգային ժողովի տիրույթում եւ ես տեղյակ եմ, որ ազգային ժողովի մեր գործընկերները այս պահին կամ առաջիկա արդեն նիստերի ընթացքում կունենան փոփոխություններ գնումների մասին օրենքում, որը կբերի արդեն համապատասխան լուծումների։ Պարոն Խաչատրյան, ձեր թաղապետի հետ կապված Այդ որ ասում եք Ռոբերտ Քոչարյանի հետ AAB-ին, հա, խնամում AB, եթե չեմ սխալվում, AB, այո։ Պարոն Խաչատրյան, ձեր արդեն նախկին թաղապետ, բայց ձեր թիմակիցը Ռազմիկ Մկրտչյանը կալանավորվեց մի բանի համար, որի փաստերը չկան, գուցե նախաքննական մարմինը ունի, բայց փոխվել է փաստեր կան, թե ինչպես էր ձեր քույր կոալիցիոն կուսակցության անդամը, էլի նախկին թաղապետ ծեծում բռունցքներով, հարվածում քացիներով, չգիտեմ, բռունցքներով, հարվածում ու ծեծում Արթուր Չախոյանին։ Հիմա անարդար չի մի տեսակ այս երկրում, որ ակնհայտ ծեծի դեպքով մարդը ազատության մեջ է, իսկ ձեր թիմակիցը անազատության մեջ, որի ծեծը ոչ մեկ չի տեսել։ Տեսեք, Ժողովուրդ ջան, ուրեմն իրավական գործընթացների մասով ես մեկնաբանություն այս պահին չեմ տա, որովհետև բոլոր երկու դեպքում էլ, այսինքն թե Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարի եւ թե նոր վարչական շրջանի նախկին ղեկավարի հետ կապված գործերով կա քննություն, իրապահ մարմինները քննություն են իրականացնում եւ արդեն համապատասխան ընթացակարգով կընթանա, այս մասով այսքանը ուրիշ մեկնաբանություն չեմ տա։ Ձեր թիմացի մասով դուք չեք ափսոսում անարդարության զգացում։ Ռազմիկ Մկրտչյանը այս պահին Ռազմիկ Մկրտչյանը այս պահին հանդիսանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Իսկ ինչու է ձեր մյուս թիմը։ Ես ասեցի արդեն, քանի որ իրավական process-ներ կան, ու ես այդ պահին այդտեղ ներկա չեմ եղել, ու ես էլի եմ ասում, չգիտեմ այդպիսի բան եղել է թե չի եղել, ընդհանրապես ես չեմ տիրապետում իրավական գործին, ես չեմ կարող պատասխան տալ։ Ի տարբերություն դրա մենք տիրապետում ենք դրան, որ Տիգրան Տեր-Մարկարյանը ծեծել է Արթուր Չախոյանին։ Հա, ինքը ծեծել է, դուք էլ եք չէ՞ ծեծել։ Քրեական գործ է։ Ինչի նստաշ է այդ մարդը։ Իրապահ մարմիններին կարծում եմ հարցը պետք է Կներեք Ժողովուրդ ջան, ես քիչ առաջ էլ դահլիճում ասեցի, եթե ընտրովի արդարադատություն լիներ, ուղղակի բանտերում տեղ չլինի այսօր։ Բոլոր նախկին իշխանությունների այն ժողովրդին խաբելու եւ կեղծիք տարածելու, կոռուպցիոն գործակների մեջ թաթախված լինելու համար մենք ուղղակի թե քաղաքական, եթե խնդրում մի ընդհատի էլի, վայ ջան, եթե ես խոսում եմ, միջև ոչ խոսեմ։ Չէ, ես հասկացել եմ միտքը։ Եթե քաղաքական վենդետա մենք ցանկություն ունենք կամ մենք այն ուժը լինենք, որը որ պետքա տենց վարվել, ուղղակի հիմա Հայաստանի բանտերում տեղ չլինի։ Իսկ եթե դուք արդեն նշեցիք նոր Սամվել Կարապետյանի ձերբակալումը, կալանավորումը կապում եք քաղաքական հետապնդման հետ, նորից եմ կրկնում, դուք սխալվում եք, քանի որ
քանի որ չի կարող Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ի վեր ինչ որ մի քաղաքական գործիչ կամ անգամ բիզնեսմեն կամ անգամ ինչ որ մարդ, որը որ չունի ոչ մի կարգավիճակ, պետության հետ խոսել հաթաթայի լեզվով եւ ասել, որ մենք մեր ձևերով կանենք ինչ որ բան։ Ժորժան, բոլորդ նույն հարցն եք տալի, հա։ Ժորժան, մենք Սամվել Կարապետյանը ճիշտ այս մասով չեմ ուզի շատ մեկնաբանեմ իր խոսքը, որովհետև իհարկե հաճելի չի, բայց ես հստակ ուզում եմ արձանագրել, երբ որ մարդ ասում է, որ քաղաքական գործիչները, եթե չկարող, ընդդիմադիր քաղաքական գործիչները, եթե չկարողանան ինչ որ այս խմբակի, այսինքն ժողովրդի կողմից ընտրված մեծամասնությամբ 50+ եւ ավել քվեներ ունեցող իշխանության ներկայացուցիչներին խմբակ ասել եւ ասել, եթե նրանք չկարողանան քաղաքական ճանապարհով այս հարցը լուծել, մենք կլուծենք մեր ձևով, իսկ իրանց մեր ձևով, օքեյ, մեր ձևով է կարող Ժորժան, խնդրում եմ, էլի, մինչև որ լսեք։ Ժորժան, մեր ձևովի ժամանակները Հայաստանի Հանրապետությունում ավարտվել են, մեր ձևովի մեջ Ժորժան, ես կարող եմ խնդրում եմ, էլի, մի ընդհատեք։ Մեր ձևով ասվածի շրջանակում մենք բոլորս, այդ թվում նաև դուք, կարող եք ենթադրել, որ դա մարտի 1-ն էր, կարող եք ենթադրել, որ դա 1999 թվականի հոկտեմբերի 27-ն էր, կարող եք ենթադրել, որ Պապլավոկի զուգարանում քաղաքացուն սպանելն է, կարող ենք ենթադրել, ուտես իրանց ձևը եղել է, իրենց ձևը եղել է իրենց ժամանակ եւ այդ ձևը Ժորժան, խնդրում եմ, էլի մի ընդհատեք։ Նույն բառամթերքը կրկնելով ասաց հիմա կտեսնես ես ինչպես Ես արդեն ասեցի, այո, Հայաստանի Ժորժան կլինի ինչ որ մեկը կպատասխանի։ Ասում են ասվածի համը կտեսնեք Փաշինյանը, բորձուրները կլսեք։ Ժորժան, խնդրում եմ, այս հարցի շրջանակներում նման բան չի ասվել այս հարցի շրջանակներում։ Խնդրում եմ, Ժորժան, մի բան էլի Հայաստանի Հանրապետության հետ, պետականության հետ, պետության հետ, ժողովրդի կողմից ընտրված իշխանության հետ ոչ ոք չի կարող խոսել նման լեզվով։ Ու ով խոսի, բացի Սամվել Կարապետյանից, եթե էլի լինեն մարդիկ, նույնպես արժանանալու համապատասխան իրավական պրոցեսների Ժորժան, խնդրում եմ, Ժորժան, մի վարքյան ի՞նչն է անգի, այսինքն ձևով խոսի ես ձևին կպատժվի, այսինքն մարդը ոչինչ չի ասել ըստ էության, այսինքն դուք խնդիր չեք տեսնում դրա մեջ։ Հիմա դուք եք Ժորժան, մի վարքյան, էլի, մի վարքյան, Ժորժան, մի վարքյան։ Դուք այսինքն շարունակում եք պնդել, որ այս կալանավորումը կամ այս քրեական գործերը ունեն քաղաքական հետապնդումների իմաստ։ Մի վարքյան, նման բան չի կարող հայտարարել։ Ժորժան, խնդրում եմ, մի վարքյան։ Այդ ոնց եք մտածում, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ավելի շուտ չեն արժանի այդ քաղաքական հետապնդմանը ու քաղաքական նկարտումներից կալանավորելու, թե Սամվել Կարապետյանը, դուք ոնց եք կարծում։ Եթե այդ եմ ասում, որովհետև մենք չենք գնում այն քաղաքական վենդետայի ճանապարհով, մենք գնում ենք Ժորժան, всё, ավարտում ենք մի քանի քաղաքային հարցեր ու ավարտենք։ Մի վարքյան, դուք ասում եք Հայաստանում ընտրովի արդարադատություն չկա, բա այդ ինչպես եղավ, որ ընտրովի արդարադատություն չկա, բայց ազգային անվտանգության ծառայության տնօրենը չկատարելով Նիկոլ Փաշինյանի հրահանգը, ինչպես եւ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, նա չի կարող չկատարել իմ հրահանգները եւ Սամվել Կարապետյանին չձերբակալելու համար ազատվեց աշխատանքից։ Ինչ գիտեք չի կատարել բարձր։ Այդպիսին են տեղեկությունները եւ որովհետեւ վերջում գնաց Սամվել Կարապետյանին ձերբակալելու ներքին գործերի նախարարության փոխ նախարարը Վարդան Վարդանյանը, որը համակարգում է քրեական ոստիկանության ոլորտը։ Ըստ էության ինքը պիտի ապօրինի զենք զինամթերքի կասկածով գնար նրա հետևից, բայց նրան առաջադրված մեղադրանքը լրիվ այլ է։ Ժորժան, դուք մտածում եք, որ ազգային անվտանգության արդեն նախին տնօրենը չի կատարել կամ ինչպես վարչապետն ասել, այո, իհարկե չի կարող չկատարել։ Մի վարքյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող որևէ ապօրինի հրահանգ տալ որևէ պետական կառույցի։ Լավ, անդրադարձեք այդ ընտրովի արդարադատությանը եւ ԱԱԾ տնօրենի։ Ժորժան, ԱԱԾ տնօրենի մասով արդեն ասացի, վարչապետը նշել է պատճառները ԱԱԾ տնօրենին։
Վարչապետը Ժորժան վարչապետ Նիկոլ Փաշյանը ենթակա աշխատող է եղել նախկին ԱԱԾ-պետը, այդ մասով արդեն վարչապետը մեկնաբանություն տվել է։ Գործը շատ ճիշտ նկատեց։ Փաշինյանն ասում է ԱԱԾ տնօրենը կարծում եմ հանգստի կարիք ունի։ Այսինքն 4 տարի աշխատողը հանգստի կարիք ունի 5 լավ, 4.5, 7 տարի աշխատողը չունի, այն էլ տենց անդադար հələ ԱԱԾ տնօրենը կարող է մի ժամ ուշ կնից զարթի։ Ժորժան, բայց դա չի ենթադրում, որ մենք կարող ենք, դուք կարող եք ենթադրություն անել, որ ԱԱԾ տնօրենը կամ չգիտեմ ինչ որ այլ պաշտոնյա Հայաստանի Հանրապետությունում չի ենթարկվել կամ չի կատարել վարչապետի, չի կատարել վարչապետի, հոգնել ավելի հավանական է։ Դուք կարող եք ենթադրություններ անել, որ որոշ հոգևորականներ երեխաներ ունեն կամ չգիտեմ խախտում են կուսակրոնության ուխտը, մնացածը չեն կարող ենթադրել, որ ազգային անվտանգության ծառայության տնօրենը ազատվել է քաղաքական հրահանգ չկատարելու համար։ Ես այդ հարցը արդեն ասացի եւ անց առաջ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հարց է ուղղել Կտրիչ Ներսիսյանին, արդյոք խախտվել է կուսակրոնության ուխտը, այո կամ ոչ։ Այդ հարցը ուրիշ պատասխան ուղղակի չի կարող ունենալ։ ԱԱԾ տնօրենի իդեպ այստեղ աշխատանքային իրավունքի խախտում կա։ ԱԱԾ տնօրենին ազատում է, որոշում է, որ հոգնել է, դու 20 հարց տվեցի, դες աղջիկը խելոք կանգնած է, խնդրում եմ այդ հարց տվեք։ Թող ուղարկեր թող իր հաշվի Փաշինյանը Արմեն Աբազյանին ուղարկեր Եգիպտոս հանգստանալու, ինչ չի գնացել, հոգնել է, թող ուղարկի։ Խնդրում եմ այլ հարցեր, այդ մասով չեմ մեկնել։ Կոբուլեցին, բացում Սևան հոգևորականների հետ կապված, ասի որ կիսում եք Նիկոլ Փաշինյանի բոլոր այդ ձևակերպումները եւ այլ մոտեցումները դուք անդամագրվել եք այդ խմբին, որ գնաք Բեհարանը ազատեք եւ արդյոք տեղյակ եք երբ է գնալու Բեհարանը ազատել Նիկոլ Փաշինյանը։ Ես նախաձեռնության նկատի ունեք այն վարչապետը, որ հայտարարություն արել էր, ես այս պահին չեմ տիրապետում ինֆորմացիա, ինչ փուլում է գտնվում տվյալ նախաձեռնությունը, ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց կարծում եմ, որ իմ այդ նախաձեռնության մեջ լինելը այս պահին այդքան էլ ճիշտ չէ, առնվազն քաղաքական նկրտումներից ելնելով, քանի որ ես ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալում, իսկ հիմա դուք կասեք, իսկ վարչապետի մասով այդ մտահոգությունը չկա, արդեն ասացի, որ վարչապետը տարբեր հայտարարություններում ասել է եւ ապացուցել է անգամ, որ նա հանդես չի գալիս որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ այս նախաձեռնության մեջ, այլ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Բայց Ժորժան, ավարտեցին